Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2025 թվականի փետրվարին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժույթ պատգամավորը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Nissan Magnitsky ավտոմեքենա, որը նույնպես տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ Աբրահամյանը հայտարարագրել է 9.452.245 դրամ աշխատավարձ ազգային ժողովի աշխատակազմից, 415.287 դրամ աշխատավարձ հայ ռուսական համալսարանից, 644.352 դրամ այլ եկամուտներ պետական եկամուտների կոմիտեից եւ 333.467 դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս ID բանկից։ Նա 6.206.359 դրամի չափով ավանդ ունի բանկում։ 2024-ի տարեվերջում Աբրահամյանի բանկային հաշվի եղել է 4.58.955 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել է 1.200.000 դրամ։ Պատգամավորի կինը Գոհար Քոչարյանը որպես անշարժույթ հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանում եւ բաժնային սեփականության իրավունքով 4 թողամարս Լոռու մարզի Բովազոր գյուղում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է 6.715.604 դրամ աշխատավարձ Soft Construct ընկերությունից, 15.300.000 դրամ ստացված փոխառություններ եւ 560.884 դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս ID բանկից, ինչպես նաեւ 1.422.554 դրամ այլ եկամուտներ պետական եկամուտների կոմիտեից։ 2024-ի տարեվերջում Քոչարյանի բանկային հաշվի եղել է 670.949 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել է 1.450.000 դրամ։